Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Առավոտի ջրբաժան հաղորդաշարի հերթական թողարկումը, մենք խոսում ենք ավանդույթների եւ արդիականության բալանսավորման մասին։ Եվ այժմ Առավոտի տաղավարում է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանը, շնորհակալություն Արման։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես ուզում եմ մենք խոսակցությունը սկսենք Հայաստանում շատ պոպուլյար դարձած մի բառակապակցությունից հիբրիդային պատերազմ, որքան գիտեմ, այդ եզրը առավել հաճախ սկսեց օգտագործել ամերիկացի քաղաքագետ Ֆրենք Հոֆմանը 2000-ականների սկզբին եւ դա վերաբերում էր Հեզբոլլահին, այդ Լիբանանի այդ խնդիրներին։ Ինչ է ընդհանրապես հիբրիդային պատերազմ ասես։ Ես երբեմն գիտեք այդ տեսակ տերմինաբանությանը շատ հոռետեսորեն եմ վերաբերում որպես նոր բան ասող կամ նոր բան նկարագրող տերմիններ շատ հաճախ այդ բանի մեջ communications բնագավառի մեջ այսպես կոչված դրան communications են ասում կամ public relations marketing-ի եւ այլն այդ բնագավառների մեջ ասենք բիզնես դպրոցներում որ այդ դասընթացները կան որ ծրագրերը կան այնտեղ գոյություն ունի այդ product differentiation հասկացողությունը այսինքն շատ հաճախ նույն բանը որպեսի որպես մրցակից կամ նոր պրոդուկտ ներկայացվի, նոր անուն են մտածում, դա նաև գաղափարներին է վերաբերում հաճախ։ Ես հիմա չգիտեմ այդ հիբրիդային պատերազմը, ասենք շատ հաճախ այդ հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունները ես տեսնում եմ այն համատեքստում, որ միայն ուժի, բիրտ ուժի գործադրմամբ չեն երկրները գործում կամ երկրները ինչ որ ճնշում գործադրում ուրիշ երկրների վրա, ուրիշ հասարակությունների վրա, փորձում են ներսից ինչ որ բաներ խաթարել, ինֆորմացիոն պատերազմ եւ այլն, բայց դա նոր բան չի, հազարամյակներ շարունակ պատերազմները ունեցել են բազմաթիվ տարրեր, կոմպոնենտներ, գործիքակազմը միայն բիրտ ուժից բաղկացած երբեք չի եղել, հին հռոմեացիներից կամ նույնիսկ հին եգիպտացիներից սկսած հիբրիդային պատերազմներ եղել են։ Ուղղակի շատ եւ այդ կորպորատիվ մշակույթի մեջ եւ այդ think tank-երի մշակույթի մեջ, որ իսկ իրական ակադեմիական բանից դրանք մի քիչ տարբեր են։ Շատ հաճախ այդ տեսակ եզրաբանություն է օգտագործվում, շատ հաճախ դրանք մոդայիկ են դառնում, շատ հաճախ դրանք օգտագործում են մարդիկ առանց հասկանալու, որ թե ինչի մասին են խոսում։ Ես այստեղ ինչ որ նոր բան չեմ տեսնում։ Հիբրիդային պատերազմի մասին խոսողները, հատկապես այսօրվա իշխանության ներկայացուցիչները, որ խոսում են մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի մասին, մասնավորապես Ռուսաստանի կողմից մղվող հիբրիդային պատերազմի մասին, որը իբր թե կոչված է ներքին կայունությունը խաթարելու, ինֆորմացիոն ինչ որ մթնոլորտ կամ դաշտ ստեղծելու եւ մի քիչ դա նախ էլի եմ ասում, դա նոր բան չի որպես երևույթ։ Երկրորդ, այս պարագայում շատ հետաքրքիր է շատ հետաքրքիր են այս խոսակցություններն այն առումով, որ մի քիչ սա նման է գողը գոռում է գողին բռնեք այդ երևույթին այսօր դրսի ագենտների մասին ամենաշատ խոսող մարդիկ դրսից ֆինանսավորվող անհատներն են, կազմակերպություններն են եւ սա բան չի, եթե իրենց պարագայում դրանք ընդամենը պիտակներ ու հակառակորդներին սևացնելու փորձեր են առանց որևէ փաստի, առանց որևէ հիմնավորման։ Իրենց պարագայում ամբողջ ինֆորմացիան ինտերնետում դրած է, որևէ մեկը կարող է գնալ նայել այդ շատ հաճախ այդ տեսակ մեղադրանքներ հնչեցնող մարդկանց ֆինանսավորման աղբյուրներին ու նրանք այդ իրենց ասած հիբրիդային պատերազմը, որի դեմ իրենք պայքարում են, հենց իրենք են մղում։ Այսինքն Հայաստանում պաշտոնապես հիբրիդային պատերազմ է անվանում ամեն ինչ, ասենք թե Արամը Արմանին կանչեց Առավոտի տաղավար, մենք հիմա հիբրիդային հարցեր ենք տալիս, դուք հիբրիդային պատասխաններ եք տալիս։ Դա մի ավելի ընդհանուր երևույթի դրսևորում է, այսօր Հայաստանում իսպառ բացակայում են կամ վերացել են մարդավարի բանավեճերը, նույնիսկ ասենք տարաձայնություններ ունեցող մարդիկ, սուր տարաձայնություններ ունեցող մարդիկ պետք է ի վիճակի լինեն իրենց ինչ որ կանոններ պահպանելով իրար միմյանց հետ խոսելու եւ իրենց հասկանալու թե տարաձայնությունների աղբյուրներն ինչ են եւ միմյանց համոզելու ի վերջո։ Այդ մոդելը իսպառ վերացել է եւ ոչ միայն մեր մոտ, ճիշտն ասած, դա համաշխարհային երևույթ է, ես չգիտեմ, դա իրականում ուսումնասիրության կարոտ երևույթ է, թե քաղաքականության
էվոլյուցիայի հետ կապված, թե տեխնոլոգիական ինչ-ինչ բաների, նորույթների հետ կապված, սոցիալական ցանցեր, ինտերնետ եւ այլն, այդ սեգմենտացիան շատ վտանգավոր, շատ ընդհանուր, շատ վատ երևույթ է։ Մարդիկ դադարել են մարդկանց մոտ այդ կարողությունը լուրջ տարաձայնությունները լուրջ քննարկելու առանց նրանց պիտակներ ու նրանց ինչ որ մոտիվները քննարկելու ընդհանրապես ինչ որ տրամաբանության ու փաստերի հիման վրա խոսակցություն ունենալու այդ կարողությունն իսպառ վերացել է։ Եթե դա այդ մեղադրանքները աբսուրդ են, անհեթեթ են, չէ՞, ինչպես է Հայաստանի իշխանությանը հաջողվում դրա տակ վերցնել մասնավորապես 15 միլիոն եվրո ԵՄ-ից։ Հենց դրա համար էլ հաջողվում է վերցնել։ Այսինքն Եվրոպական միությունը այդ գումարը տվել է շատ որոշակի նպատակով։ Ես այսպես ասեմ, մեր պես ես համարձակվում եմ ձեզ ու ինձ նույն կատեգորիայի մեջ դնել, ճանաչելով ձեզ շատ վաղուց, իմանալով թե մենք ինչ քաղաքական միջավայրի ծնունդ ենք ու ինչ մտավորական միջավայրի ծնունդ ենք 80-ականների վերջից 90-ականների սկզբից։ Մենք ժամանակին եղել ենք հենց այն արևմտամետները, որոնք այդ արևմուտքի հետ ասոցացրել են որոշակի իդեալներ։ Նույն խոսքի ազատությունը, նույն մտքի ազատությունը, նույն ռացիոնալ դեբատի այդ մոդելը, որը ենթադրում է, որ չպիտի դա ճնշման միջոցով կամ պրոպագանդայի միջոցով կամ ինչ-որ մարդկանց սևացնելու մոդելով արվի, մենք դեռ շարունակում ենք մեզնից շատերը ավելի ճիշտ շարունակում են այդ պատրանքները ունենալ արևմուտքի մասին, այդ ձևով ասոցացնել արևմուտքը այդ իդեալականացված մոդելի հետ, որը մի ժամանակ էլ 100%-ով երևի ճիշտ չէր, բայց ավելի մոտ էր ճշմարտությանը, քան այսօր է։ Եվ այսօր տեղի ունեցողը ամբողջ աշխարհում, այդ թվում արևմուտքում իսկական ողբերգություն է իմ կարծիքով, որ բոլորը կարծես թե դիմակները հանել են։ Եվ արևմուտքը, ասենք, կարող է Վրաստանի ընտրությունները համարել կեղծված, համարել անօրինական եւ գոնե կես փաստ չբերել, թե ինչի մասին է խոսքը։ Ընդ որում, ասենք, այդ պաշտոնական կազմակերպությունները, որոնք կոչված են վերահսկելու կամ մոնիտորինգ անելու այդ ընտրությունները, նրանք իրականում բան չասեցին, այտենց խիստ քննադատության չենթարկեցին, բայց միևնույնն է, շատ եվրոպական միության պաշտոնյաներ, նրանց խոսափողը հանդիսացող քաղաքական ուժեր Վրաստանում կամ այլուր, այդ բաները պնդում են, այդ բաները շարունակում են ասել, նույն Սալոմե Զուրաբիշվիլի հետ ես հիշում եմ BBC-ով ինտերվյու էր, հարցազրույց վարողը հարցրեց փաստեր կան, որ Ռուսաստանը միջամտել է այս ընտրություններին, ասեց փաստեր չունեմ ես, բայց ես համոզված եմ դրանում։ Ու սա նորմալ բան է դարձել, գիտեք, այսինքն սա մի ժամանակ սա նորմալ խոսակցություն չէր։ Հիմա ես չեմ ասում, որ ռուսները չեն միջամտել, բայց ռուսների միջամտության մասին բարձրաձայն հայտ կամ որևէ բանի մասին բարձրաձայն հայտարարություն անելու պարագայում պետք է փաստեր ունենալ։ Սա նորմալացավ, ասենք, նույն Միացյալ Նահանգներում 16 թվականից հետո դե Հիլարի Քլինտոնը չէր կարող որևէ կերպ ընդունել, որ նա պարտվել է Դոնալդ Թրամփի պես մի ինչ-որ իրենց բառապաշարով ասեմ, ինչ-որ ծաղրածուի է պարտվել, չէր կարող նորմալ քաղաքական պրոցեսի հետևանք լինել, նրանք պիտի անպայման դրանում մեղադրեին ինչ-որ արտաքին ուժերի, մութ ուժերի, ինչ-որ դավադրություն փնտրեին, ու նրանց դա հաջողվեց անել, որովհետև այդ deep state կոչվածի մի մասը նույնպես շատ խստորեն դեմ էր Թրամփի թեկնածությանը, Հիլարի Քլինտոնի կողմնակից էր, եւ նրանք կարողացան շահագործել իրենց դիրքը, իրենց հեղինակությունը այդ նարատիվը ստեղծելու։ Վերջում այդ նարատիվը փուլ եկավ, ամբողջությամբ փուլ եկավ։ Պարզվեց կեղծված փաստաթղթերի հիման վրա է դա ձևավորվել։ Դա ինչ էր, որ ռուսներն են, որ ռուսները միջամտել են այդ ընտրություններին, եւ պարզվեց, որ ոչ մի նման բան չկա, որ ռուսները ինչ որ գործարքի մեջ են Դոնալդ Թրամփի հետ, եւ փաստը գիտեք ինչն էր։ Ռուսաստանի դեսպանը Միացյալ Նահանգներում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ այդ միջև ընտրությունները, իսկ դեսպանը ինչի համար է, որ բոլորի հետ չհանդիպի, բոլորի հետ չխոսի, չէ՞։ Ասենք դա փաստ չի միջամտության, կամ ասենք մի քանի նույնիսկ կեղծ փաստաթղթեր կան, բայց ինչի է սա հիշեցի։ Նույնիսկ այն պարագայում, որ մի քանի տարի անց պարզվեց, որ դա ամբողջությամբ կեղծիք էր, բազմաթիվ մարդիկ շարունակում են դրան հավատալ, բազմաթիվ մարդիկ ինչ որ հայտարարություններ են անում, նույնիսկ հումորային ծրագրերում ասենք եւ այլն,
անընդհատ այդ հղումը կա, որ դե ոնց որ 16 թվականին ռուսները կեղծեցին օգնեցին կեղծել ընտրությունները Ամերիկայում եւ այսինքն դա արդեն որպես ենթադրություն կա, դրա հիման վրա արդեն մի ամբողջ բան է կառուցված, մի ամբողջ նարատիվ է կառուցված ու շատ հաճախ այսօր այդ տեսակ բաներ են տեղի ունենում։ Ու այդ մոդելը ընդհանրապես, այդ նարատիվներ կառուցելու մոդելը, որոնք որոշ ուժեր, որոշ մարդիկ, քաղաքական կուսակցություններ եւ այլն, որոնք ուղղակի իրենց շահերին համապատասխանող ինչ-որ նարատիվ են ձևավորում եւ այդ պարագայում, ելի եմ ասում, այն ռացիոնալ մոդելը, այն լուսավորչականության մոդելը, որը եկավ փաստորեն փոխարինելու մի մոդելի միջնադարյան, երբ ճշմարտությունը կախված էր այս կամ այն ինստիտուտի հեղինակությունից, այսինքն ճշմարտությունը սահմանվում էր այս կամ այն ինստիտուտի, այս կամ այն անհատի կողմից, իմ կարծիքով լուսավորչականության եւ սա էլ արևմտյան քաղաքակրթության ամենամեծ ձեռքբերումն էր, կամ ես կասեի մարդկային քաղաքակրթության ամենամեծ ձեռքբերումը, որ ճշմարտությունները անջատվեցին հեղինակությունից, այսինքն ճշմարտությունները բացարձակապես կախված պետք է լինեին տրամաբանությունից ու փաստերից եւ այլևս եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին չէր կարող Գալիլեին ասել, թե ինչն է ճշմարտությունը, հասկանում եք։ Իմ կարծիքով սա մարդկային պատմության մեծագույն ձեռքբերումն է, սա արևմուտքի մեծագույն ձեռքբերումն է եւ մեծագույն պատիվը արևմուտքի, ու այսօր հենց այդ մոդելը, այդ լուսավորչական մոդելը ամենածանր սպառնալիքի տակ է նույն արևմուտքում եւ շատ բացահայտորեն են սկսել դա առհամարել։ Ու հաճախ ես բանին եմ հիշում, Ջորջ Օրվելին եմ հիշում, Օրվելի այդ հայտնի վեպը 1984-ը, ինչ որ ճշմարտության մինիստրություններ եւ այլն, Բայդենը ուզում էր ճշմարտության մինիստրություն ստեղծել։ Ես լուրջ եմ ասում, ինչ որ մի գերատեսչություն էին փորձում ստեղծել, որը կոչված էր բան անելու, ուրեմն վերահսկելու, թե ինչ որ բաներ ճշմարտությանը համապատասխանում են, թե չէ։ Իսկապես դիմակները հանել են բոլորը, այդ թվում արևմուտքը եւ առաջին հերթին արևմուտքը, ու այսօր ցավոք, ասենք այն մեր նման մարդիկ, որոնք մեծացել են, ձևավորվել են, իրենց քաղաքական հայացքները ձևավորել են հենց այդ մոդելների, հենց արևմուտքի նույնիսկ իդեալականացման բանի վրա, մեզ համար սա կրկնակի ողբերգություն է այդ ամեն ինչը տեսնելը, նաև շատ ցավալի է տեսնելը, որ այդ գրեհկացված, այդ այլասերված բաները, այդ այլասերված այդ տեսակետներն ու մոդելները ներմուծվել են Հայաստան եւ դրանք ներկայացում են մեր հասարակությանը հենց այդ նույն արևմուտքի, նույն խոսքի ազատության, ինչ ասեմ, մտքի ազատության, ռացիոնալիզմի եւ այլի տեսակետից, որի հետ դրանք որևէ առնչություն չունեն։ Հետևաբար դուք չեք կարող ենթադրել, որ Եվրամիության կամ ԱՄՆ-ի համապատասխան կառույցները չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որ այստեղ կոպտորեն ոտնահարում է սահմանադրությունը, մարդու իրավունքները, որ կան քաղբանտարկյալներ եւ այլն։ Նրանք ինֆորմացիա ունեն Հայաստանի մասին։ Իմ կարծիքով հարցի մեջ արդեն պատասխանը կար։ Ոնց կարող է չիմանան եւ ինչպես կարող է այսքան ակնհայտ ոտնահարումը թե մարդու իրավունքների, թե սահմանադրությանը, եկեղեցու հետ կատարվող այս անհեթեթությունը, այսինքն սա բանի անհրաժեշտություն էլ չկա։ Շատ հաճախ, երբ իշխանությունները ինչ որ սահմանադրական նորմեր են ոտնահարում, ասենք հակառակորդները կարող են դատ բացել, կարող են բողոքարկել ինչ-որ բաներ, կարող է դա գնալ սահմանադրական դատարան, սահմանադրագետները կարող են դրա մասին օրերով ու տարիներով վիճել։ Ես կարծում եմ, որ այս պարագայում սահմանադրագետ լինելու նույնիսկ անհրաժեշտություն չկա, խորը գիտելիքներ ունենալու սահմանադրության ու իրավունքի մասին անհրաժեշտություն չկա, այսինքն սահմանադրության այն կետը, որը վերաբերում է պետության ու եկեղեցու անջատմանը, թերևս սահմանադրության ամենահստակ ամենակոշտ ձևով սահմանված կետն է։ Ու այսօր այն ինչ որ տեղի ունենում, դա սահմանադրության կոպտագույն խախտում է։ Դա աշխարհիկ պետության վարքագիծ չի եւ այն փաստը, որ չնայած դրան արևմուտքում խլացուցիչ լռություն է այս կապակցությամբ, նույնիսկ մտահոգված են, թե ռուսները ինչ կարող են անել եւ դրա համար 15 միլիոն եվրո են տալիս, որ ռուսների հիբրիդային պատերազմի դեմ պայքարեն, առանց մի խոսք ասելու, որ Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ կան, որ Հայաստանում այսօր
սահմանադրությունը կոպտորեն ոտնահարվում է, դրա մասին խոսք չկա։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները նրանց քիմքին չլինեին, ես ձեզ վստահեցնում եմ, նրանց վերաբերմունքը այդ աստիճանի իներտ չէր լինի։ Եթե Աստված տա 2026 թվականին ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվի եւ Արևմուտքը եւ Եվրամիությունը մասնավորապես այդքան ներգրավված չլինի Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, ապա արդյոք Եվրամիությունը կմոռանա իր այդ շահերը, հա, եւ ավելի կվերադառնա իր արժեքներին, իր իսկ հայտարարած արժեքներին։ Ես կարծում եմ, որ կարող է նման բան տեղի ունենալ, եթե Ռուսաստանի հետ հակամարտությունը չլինի եւ եթե նրանք այս ամեն ինչը մոտենան աշխարհաքաղաքականության տրամաբանությունից, գուցե ուրիշ շահեր նույնպես կլինեն, բայց այդ պարագայում նրանք ավելի ինձ թվում է ազատ կզգան այս տեսակ վարքագիծը քննադատելու, բայց հիմա ամեն ինչ ստորադասված է աշխարհաքաղաքականության, Հայաստանը բացառություն չի, նույն Վրաստանի օրինակը ես բերեցի, Մոլդովայի օրինակը նույնպես շատ պերճախոս է, Ռումինիայում ընդհանրապես նրանք այդ ընտրությունները չեղարկեցին։ Իսկ մեկը հաղթեց, ասեցին չէ, չի հաղթել։ Չէ, նոր ընտրություններ չի հաղթել։ Սլովակիայի նախագահին ֆիզիկական սպառնալիքի ենթարկեցին եւ այդ սպառնալիքը հիմա չգիտենք, այդ սպառնալիքի հեղինակներն էին, այդ մահափորձն իրականացնողները Սլովակիայի նախագահի դեմ թե ոչ։ Մի խոսքով, այդ բանը, որ այսինքն որ որոշ բաներ, այսինքն դեմոկրատիան, մարդու իրավունքները, այդ բոլոր այդ գաղափարները դեմոկրատիայի հետ, լիբերալիզմի, ազատականության հետ առնչվող բոլոր գաղափարները, որ դրանք անկախ են քաղաքականությունից, որ դրանք անկախ են ինչ-որ շահերից, որ դրանք վեր են, իրականում որ արևմուտքի շահերը նույնիսկ, շահերը իսկ ձևավորվում են այդ մոտիվների շուրջ, բանը չէ, այդ Ուիլսոնի հայտնի հայտարարությունը կար առաջին համաշխարհային պատերազմին, երբ որ որոշեց 17 թվականին միանալ to make the world safe for democracy, աշխարհը դեմոկրատիայի համար ուրեմն ապահով դարձնելու նպատակով էին իրանք այդ պատերազմի մեջ մտնում։ Դա երբեք այդպես չի եղել, բայց գոնե ինչ որ պատրանք նրանք կարողացել են ստեղծել դրա շուրջ, ու այս աստիճանի բացահայտ չի եղել սկզբունքների ստորադասումը շահերին, իսկ հիմա դրա մասին նույնիսկ հետաքրքիր բանավեճ ունենալ հնարավոր չի։ Իմիջիալոս մի բան էլ ասեմ, շատ հաճախ այս տեսակ խոսակցությունների ժամանակ կանխատեսելի են մեղադրանքները, որ դե նստել եք արևմուտքին եք քննադատում, բա Ռուսաստանն ու Չինաստանը։ Ռուսաստանի ու Չինաստանի սկզբունքայնության մասին, այդ սկզբունքներին հետևած լինելու մասին ընդհանրապես երբևէ որևէ խոսակցություն չի եղել։ Ռուսաստանի ու Չինաստանի մասին խոսակցությունը հետաքրքիր չի կարող լինել։ Այսինքն միշտ Ռուսաստանի ու Չինաստանի մասին խոսակցություն եղել է այն, որ նրանք դե միշտ են շահերով առաջնորդվել, երբեք սկզբունքները նրանց համար նշանակություն չեն ունեցել։ Այդ սկզբունքներով առաջնորդվելու դիսկուրսը, այդ սկզբունքներով առաջնորդվելու նարատիվը միշտ հատուկ է եղել արևմուտքին։ Հետևաբար դա է հետաքրքիր խոսակցությունը, ոչ թե եւ դրա մասին խոսակցությունը բոլորովին չի նշանակում, որ մենք համարում ենք, որ մյուսներն են շատ սկզբունքային, արևմուտքը անսկզբունքային է։ Պարզապես այդ տիրապետող կարծիքը, որ արևմուտքի վարքագիծը շահեկանորեն տարբերվում է մյուսներից, այն առումով, որ դա միտված է ազատություններ, չգիտեմ, ազատական ինչ-որ գաղափարներ տարածելու եւ դրանք պաշտպանելուն է ուղղված, այդ տեսակետը այսօր պաշտպանելը շատ դժվար է։ Ինչու եմ ես այդ հարցերը տալիս, մեր թեման արդիականացումն է եւ ավանդույթները, որովհետեւ կա աշխարհի մասին այսպիսի պատկերացում, կա առաջադեմ ժողովրդավարական, ազատական արևմուտք եւ կա հետամնաց ավտորիտար Ռուսաստան, ենթադրենք, հա։ Եվ մյուսները։ Մնացած երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, դուք կամ բարիքի, այսինքն այդ առաջադեմների կողմն ես, կամ չարիքի, այդ հետամնացների կողմն ես։ Ահա այսպիսի պատկերացումն է ձևավորվում աշխարհի մասին։ Դե հենց իմ նախորդ հարցին տված իմ պատասխանը հենց այդ տեսակետի նկատմամբ հոռետեսության արտահայտություն էր։ Ես կարծում եմ, որ ժամանակին արևմուտքը իսկապես եղել է արևմտյան երկրները, Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան եղել են այն երկրները,
որոնց մոդելներն ընդօրինակելը եղել է ողջամիտ, նորից հիշեցնեմ, որ ասենք մենք ինքներս այդ սերնդի ներկայացուցիչներ ենք, որ դա համարել ենք ճիշտ, ունեցել ենք շատ կարելի ասել հակասովետական տեսակետներ, տոտալիտարիզմի դեմ, ավտորիտարիզմի դեմ որոշակի վերաբերմունք, ես ինքս մինչև հիմա էլ համոզված դեմոկրատ եմ, համոզված ազատական եմ, իհարկե ազատական ոչ տնտեսության բանի առումով, այլ քաղաքականության առումով, բայց այսօր համարել, որ արևմուտքում դա տիրապետող սկզբունքներն են կամ տիրապետող վարքագիծն է չի կարելի։ Հիմա մի բան ասեմ այս կապակցությամբ, շատ հաճախ մեզ մոտ այդ պատրանքն էլ կա, մեզ մոտ չէ միայն, ընդհանրապես սա ավելի խորը գիտական, փիլիսոփայական բանավեճերի առարկա է։ Երբ սկզբունքները դիտարկվում են որպես абստրակտ հանձնառություններ, որպես абստրակտ վերաբերմունք կամ աշխարհայացք, այս կամ այն հարցի կոնտեքստում, եւ դրանք երբեք չեն դիտարկվում որպես գոյություն ունեցող նյութական, տեխնոլոգիական միջավայրի արտահայտություն։ Հիմա այսենք նույն այդ դեմոկրատիայի, մասսայական քաղաքականության կամ ազատական սկզբունքների տիրապետողներին շատ դժվար է պատկերացնել 11-րդ դարում։ Ինչու՞, ասենք, այս սկզբունք է, եւ իրականում այս սկզբունքների մեջ բարդ բան չկա, փիլիսոփայորեն կամ տրամաբանորեն բարդ բան չկա, բայց բոլորս էլ նույնիսկ բնազդական մակարդակում հասկանում ենք, որ 11-րդ դարում դա տեղի ունենալ չէր կարող։ Այսինքն այդ սկզբունքները իրականություն դարձան ժամանակակից աշխարհում, այդ մոդեռնիզացիայի, ինդուստրիալիզացիայի, գիտական հեղափոխության եւ այդ բոլոր նյութական փոփոխությունների պարագայում։ Հիմա ինչու եմ ես խոսում այս մասին, ձեր ավելի կոնկրետ հարցին պատասխանելով, որովհետև արևմուտքում այդ սկզբունքները ավելի գործուն սկզբունքներ են, երբ որ նրանք այդ հակադրությունը ունեին մի կողմից ֆաշիզմի, մյուս կողմից կոմունիզմի հետ, եւ նրանք ստիպված էին շատ ավելի հավատարիմ լինել այդ սկզբունքներին ինչ որ առումով։ Երկրորդ, այդ որոշակի ներքին պայքարները ու ներքին պրոցեսները, որոնք բերել էին ավելի իրական հավասարության, ես չեմ ասում լրիվ այդ կոմունիստական պատկերացման հավասարության, բայց իսկապես ժողովրդավարական հավասարությունը կամ ժողովրդավարական ազատությունները, ժողովրդավարության կայունությունը արևմուտքում 19 հատկապես 20-րդ դարում ու երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հատկապես, ասենք շարքային մարդկանց շահերի պաշտպանությունը շատ կարևոր մի բան էր դարձել ու սա գալիս էր նաև այդ տնտեսական փոփոխություններից, որը նույնպես հետևանք էր առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմների, երբ այդ պետությունները ստիպված էին որոշակի զիջումներ անել իրենց հասարակություններին, եւ էլիտաները ստիպված էին որոշակի զիջումներ անել իրենց հասարակություններին։ Նաև դա 20-րդ դարի առաջին կեսի այդ տնտեսական ճգնաժամերի, նույն Ամերիկայի այդ մեծ դեպրեսիայի կամ Եվրոպայում տեղի ունեցած այդ տնտեսական անկման հետևանք էր 20-ական 30-ական թվականների այդ process-ները։ Նրանք ստիպված էին ստեղծելու այդ welfare state կոչվածը, սոցիալական պետություն կոչվածը եւ հասարակությանը որոշակի ապահովություն տալու, որոշակի զիջումներ տալու։ Եվ այդ պարագայում թե ազատականությունը, թե մարդու իրավունքների գաղափարները, թե արդարության ինչ որ գաղափարները որոշակի կապվածություն ունեին նյութական իրականության ու տեղի ունեցող քաղաքական process-ների հետ։ 70-ական թվականներից իրադրությունը սկսել է կտրուկ փոխվել արևմուտքում ու նորից վերադարձել են այդ ոչ, ասենք, 20-րդ դարի առաջին կեսի մոդելը փաստորեն սոցիալ-դեմոկրատական մոդել էր, չէ՞։ Այդ սոցիալական պետության ստեղծումը եւ այլն 70-ականներից սկսած ինչ որ հետընթաց տեղի ունեցավ, սկսեցին այդ մոդելը քանդել, դա թուլացնել, շարքային մարդկանց շահերը պաշտպանող համակարգերը սկսեցին կազմաքանդել ինչ որ առումով ու այդ ժամանակվանից սկսած տեղի ունեցել, ասենք, այդ բանի մեծ ճեղքն է գոյացել կարողությունների, տնտեսական կարողությունների մեծ ճեղքը ու երբ տեղի է ունենում մի երևույթ, երբ ունես շատ փոքրիկ էլիտա ու այդ պետությունը սկսում է պաշտպանել այդ էլիտայի շահերը, ոչ թե հանրության շահերը, նրանք
անխուսափելիորեն սկսելու են ստեր ասել, նրանք անխուսափելիորեն սկսելու են ինչ-որ այդ նարատիվներով բանանել, կերակրել մարդկանց, ինչ-որ գաղափարախոսություններ են մոգոնելու, որը համոզելու է, որ սա արդար համակարգ է, որ դրանից տուժածների մեղքը տուժողներինն է, ոչ թե համակարգինը։ Սրան զուգահեռ, ասենք երկրորդ բանից սառը պատերազմի ավարտից հետո այդ ամբողջ ստեղծված համակարգը, ռազմաինդուստրիալ կոմպլեքսը, այդ ամբողջ իմպերիալ բյուրոկրատիան եւ այլն, նրանք նոր առաքելության կարիք ունեին։ Սա էլ շատ փաստագրված, ես ոչ մի բան չի, դավադրապաշտական ինչ-որ բան չի։ Ու այդ նույն մոդելը այս դեպքում էլ կիրառելի է։ Նրանք պիտի ինչ-որ թշնամի ստեղծեին։ Առանց թշնամու այդ ահռելի համակարգը պահելը հնարավոր չէր լինի։ Եվ այդ թշնամի ստեղծելու ճանապարհին նրանք պիտի այդ նոր նարատիվներ, նոր ստեր, բանը մեղքը ուրիշների վրա բարթել, իրենք հարձակվեն ու ասենք պաշտպանվողին դնեն հարձակվողի վիճակում եւ այլն։ Մի դեպք հիշեմ այս կապակցությամբ, որպեսզի ասածս մերկապարանոց չլինի, այսինքն շատ բան կարող եմ ասել այս կապակցությամբ, բայց մի շատ հետաքրքիր էպիզոդ կա 93 թվականին, երբ Քոլին Փաուելը, որը երևի Ամերիկայի ամենաչափավոր ինչ ասեմ, զուսպ քաղաքական գործիչներից մեկն էր, որ այն ժամանակ գլխավոր շտաբի պետն էր Միացյալ Նահանգների զինված ուժերի, ինչ որ մի հանդիպումից դուրս է գալիս կոնգրեսական լսումների, որտեղ քննարկում են ռազմական բյուջեն։ Սա 93 թվականն է, ու այն ժամանակ դեռ ինչ որ ճնշումներ կային քաղաքական համակարգի որոշ հատվածների կողմից, որ ժամանակն է դիվիդենտը բան անել, դեպոզիտ անել, այսպես ասած, սառը պատերազմի ավարտի ու հաղթանակի, այսքան շատ ռազմական ծախսերը որևէ իմաստ չունեն, որևէ արդարացում չունեն, պետք է ռազմական բյուջեն կրճատել եւ այլն։ Դե որևէ ռազմական գերատեսչություն չի սիրում, որևէ գերատեսչություն, որևէ բյուրոկրատիա չի սիրում, երբ իրենց բյուջեները կրճատում են։ Քոլին Փաուելը այս հանդիպումից դուրս է գալիս այլայլված, ինչ որ մի ծանոթի է հանդիպում միջանցքում, տեսնում են որ տեսքը լավ չի, ինչ որ դեմքը շատ մռայլ ու այլայլված, ասում են ինչ է պատահել, ասում է անգլերեն ասեմ, հետո կթարգմանեմ, I can't take this anymore, I'm running out of enemies։ Սա այլևս անտանելի, ես այլևս թշնամիներից քանակը պակասում է, այլևս թշնամի չունեմ, չգիտեմ ինչ անեմ։ Այսինքն թշնամիների քանակը պակասելը Քոլին Փաուելի պես չափավոր մարդը համարում էր մեծ խնդիր, որովհետև ինքը այդ դերում էր այն ժամանակ գլխավոր շտաբի պետներ ու ինչ որ մեծ բյուջեներ պիտի արդարացնեին։ Հիմա այդ մեծ բյուջեները արդարացնելու համար, ելի եմ ասում, անընդհատ ինչ որ թշնամիների փնտրտուք պիտի լիներ։ Մենակ ռազմական բանը չէր, ռազմական էստաբլիշմենտը չէր։ Նաև այդ ահռելի համակարգերը, որ ստեղծված էին մարդու իրավունքների պաշտպանության եւ այլն, այդ Հելսինկյան պայմանագրից հետո ստեղծված արևմուտքում այդ ահռելի ինստիտուտները եւ այլն, նրանք էլ պիտի զբաղվեին ինչ որ բանով եւ անընդհատ ինչ որ mission procurement են ասում, առաքելության փնտրտուքի մեջ էին։ Հա։ Եվ ասենք կարող են ասել, որ դե առաքելություն կարող էին գտնել Սաուդյան Արաբիայի հետևից կարող էին ընկնել, Չինաստանի հետևից կարող էին ընկնել, Ռուսաստանը արդյոք լավագույն թիրախներ է ամեն ինչի։ Ռուսաստանի պարագան տարբերվում է մյուսներից նրանով, որ մյուսները բան ունեին, մյուսների հետ կապող ուրիշ շահեր կային։ Նույն Չինաստանի հետ տնտեսական շատ լուրջ փոխգործողություն կար, որը Ռուսաստանի հետ չկար, ու հակազդող լոբիներ կային նույն Միացյալ Սաուդիտների հետ նույնպես։ Սաուդիների հետ նույն վիճակը, այսինքն մարդու իրավունքների այդ ամբողջ բյուրոկրատիան ու այդ բանակը, որ զբաղված է ուրիշ բաներով եւ ոչ Սաուդյան Արաբիայով, շատ հետաքրքիր է իրականում, կամ ասենք երբ նրանք կարող են լռելիային հանդուրժել բանը, այդ ռազմական խունտայի վերադարձը Եգիպտոսում, այդ մի փոքր այդ պատուհան եղավ, որ ընտրություններով իշխանություն ձևավորեց, անունը դրեցին իսլամական ինչ որ ֆունդամենտալիստների հեղափոխություն եւ այլն, դու ռազմական խունտան վերադարձավ, բաներ էլի, շատ մի երկու բան ասեցին, որ լրիվ իրենց արժանահավատությունը չկորցնեն, այնպես չի որ չեն ասում, երկու բան ասում են, բայց ասենք համեմատել օրինակ վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ ու այն բանի նկատմամբ, թե ինչ է անում Իսրայելը Գազայում, եւ համեմատել օրինակ Միլոշևիչի նկատմամբ վերաբերմունքը 99 թվականին, երբ ինչ էր հունվար ամսին այդ Ռաջակ քաղաքում տեղի ունեցած այդ փոխհրաձգության ժամանակ 20 քանի մարդ զոհվեց հակա ինչ որ պավստանչիսկի ինչ որ օպերացիայի ժամանակ այդ էպիզոդը
այսօր Իսրայելին պաշտպանող շատ ու շատ մարդիկ, Քլինտոնը ասենք, ամուսինները երկուսն էլ բան էին անում, ցեղասպանություն բառը օգտագործեցին որակելու համար, թե սերբերը ինչ են անում Կոսովոյի ալբանացիներին։ Մի խոսքով այդ երեսպաշտությունը, այդ ամեն ինչ որոշակի քաղաքական, որոշակի գեոքաղաքական շահերով պայմանավորված լինելը դրա, այլևս պիտի շատերի համար զարմանալի չլինի, բայց էլի եմ ասում, այդ իներցիան կա շատերի մոտ, երբեմն նույնիսկ իմ մոտ կա այդ իներցիան, արևմուտքի հետ ինչ-որ բաներ ասոցացնելու եւ շատ զարմանալու, երբ այդ տեսակետները իրականության հետ բախվում են։ Բայց ժամանակն է, որ մենք այդ տեսակետները վերականգնենք ու հասկանանք, որ շատ հաճախ այդ սկզբունքները հենց նյութական, քաղաքական շահերի արտահայտությունն են։ Դառնալով մեզ, արդեն սկսեցիք դրա մասին խոսել, ես էլ, 91 թվականին կարծում եի, որ ահա տեղի կունենան ժողովրդավարական բարեփոխումներ, շուկայական հարաբերություններ կհաստատեն եւ մենք կմտնենք քաղաքակիրթ երկրների ընտանիք։ Այդ դա տեղի չունեցավ։ Կամ ընտանիքը ընտանիք չէր, կամ մենք սխալ տեղ ենք մտել, կամ ոչ մի տեղ պետք չէր մտնել։ 90-ական թվականներին մի տեսակ ինչ-որ հիերարխիա ստեղծվեց երկրների, պոստկոմունիստական երկրների արևմուտքի տեսանկյունից։ Ու այդ վերաբերմունքը պայմանավորված էր էլի բազմաթիվ քաղաքական, նյութական շահերով։ Ճիշտ է, սկզբնական շրջանում դա այդքան հստակ չէր, երևում հստակ արտահայտություն չուներ, բայց աստիճանաբար տեղի ունեցավ հետևյալը, ասենք երբ նրանք որոշեցին արդեն որդեգրել այդ ՆԱՏՕ-ի էքսպանսիայի քաղաքականությունը, Արևելյան Եվրոպայի երկրները դարձան շատ կարևոր դաշնակիցներ այդ ասենք Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, մյուսների, Սլովակիան հետո մի քիչ բան եղավ, խնդրեմ եղավ, բայց Չեխիան, Լեհաստանը, Հունգարիան այն ժամանակ համարվում էին լավ օրինակներ, good guys, լավ օրինակներն էին, դեմոկրատական երկրներ էին, արժանի արևմուտքի մաս դառնալու, եվրոպական միության մաս դառնալու, միշտ նրանց նկատմամբ վերաբերմունքը արդեն բան էր, որ նրանք կլուբի անդամներ են։ Ասենք ես այն ժամանակ հիշում եմ, սկզբնական շրջանում Հայաստանի մասին խոսակցություններն էլ շատ ջերմ էին, ժողովրդավարության կղզյակ եւ այլն։ 94-5 թվականներին արդեն սկսեց փոխվել այդ վերաբերմունքը։ Եվ կարող են մարդիկ ենթադրել, որ դա Ղարաբաղյան պատերազմի հետ էր կապված, բայց այդ պատերազմի սկզբնական շրջանում նույնպես վերաբերմունքը հիմնականում պրոհայկական էր։ Ասենք, եթե բացես նայես արևմտյան մամուլի հրապարակումները, այն ժամանակ մոտավորապես այդ կոնսենսուսը կար, որ այդ խնդրումը միլիտարիզացրել է Ադրբեջանը։ Ադրբեջանը որոշակի, ասենք, մարդու իրավունքների խախտում եւ այլն, մի խոսքով, Ադրբեջանին շատ հաճախ համարում էին այդ կոնֆլիկտի էսկալացիայի մեղավոր։ Հետևաբար դա չէր խնդիրը։ Խնդիրը ուրիշ 2-3 գործոններ էին, որոնք իրար հետ միասին Հայաստանին ի վերջո դարձրեցին այդ կլուբի ոչ ցանկալի անդամ կամ այդ կլուբից դուրս դրեցին։ Նախ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, այսինքն անհրաժեշտաբար Հայաստանը, չնայած ՀՀՇ-ն այն ժամանակ իշխանության էր եկել այդ գաղափարներով, իմպերիայից ազատագրվելու, ռուսական ֆորպոստ չլինելու եւ այլն, բայց բնականաբար այդ պատերազմի էսկալացիայից հետո Թուրքիայի կողմից որոշակի սպառնալիքների արկայության պայմաններում Հայաստանը ստիպված էր Ռուսաստանի հետ սերտ ռազմաստրատեգիական հարաբերություններ ձևավորել։ Դա արդեն արևմուտքում շատ լուրջ կոգնիտիվ դիսոնանս առաջացրեց, ինչպես կարող է լիբերալ, ազատական, ժողովրդավարական որևէ երկիր նախընտրել Ռուսաստանի հետ հարաբերությունները ՆԱՏՕ-ի դռները ծեծելու փոխարեն։ Դա այն էլ Ելցինյան Ռուսաստանի, քիչ թե շատ էսպես։ Քիչ թե շատ, բայց կարևոր չէր։ Այդ էլիտայի համար արևմուտքում շատ հստակ սև ու սպիտակ բաժանում կար, կամ մեր հետ ես, հետեւաբար լիբերալ ես, դեմոկրատ ես, մյուս բոլոր լավ բաներն ես, եթե դու մեր հետ ես, դու չես կարող սկզբունքորեն լինել այդ սկզբունքների կրողը կամ այդ սկզբունքների ջատագովը։ Երկրորդ գործոնը նավթի այդ կոնտրակտներն էին Ադրբեջանում, նավթային լոբիի ձևավորումը արևմուտքում, Միացյալ Նահանգներում հատկապես, որը սկսեց
Այն քիչ առաջ որ ասում էի, որ ռուսները ռուսների օկտին աշխատող կոնտրլոբի չկա։ Այս պարագայում ադրբեջանցիների օկտին աշխատող կոնտրլոբի ձևավորվեց հիմնականում նավթային շահերի շնորհիվ։ Նաև Իսրայելի շնորհիվ, Իսրայելի, Թուրքիայի շնորհիվ, որոնք նույնպես Վաշինգտոնում են որոշակի ներկայություն ունեն, եւ այդ ուժերը կարողացան ինչ-որ հակազդեցություն ձևավորել հայկական շահերի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի վրա ազդել, եւ երրորդը հայկական սփյուռքն էր, որը եթե հիշում եք, այն ժամանակ շատ բացասաբար էր տրամադրված, կամ եթե չասենք սփյուռքի շատ կարևոր կազմակերպություններ բացասաբար էին տրամադրված Հայաստանի առաջին իշխանությունների նկատմամբ, ու այդ կոալիցիային հաջողվեց Հայաստանի նկատմամբ որոշակի վերաբերմունք ձևավորել ու այդ ակումբից հիմնավորապես դուրս դնել։ Հիմա շատերը կարող են ասել 96 թվականի ընտրությունները դրան նպաստեցին եւ այլն։ Ես հիմա չեմ ուզում բանավեճի մեջ մտնել, թե 96 թվականի ընտրությունների մասին նարատիվը ինչպես է ձևավորվել։ Եթե նույնիսկ ընդունեմ այդ մեղադրանքները 96 թվականի ընտրությունների մասին, այս տեսակետները ձևավորվել էին մինչև 96 թվականի ընտրությունները։ Սրանք 96 թվականից հետո չձևավորեցին, այսինքն Հայաստանը կլուբից դուրս սկսեց դիտարկվել դեռևս 96 թվականի ընտրություններից առաջ։ Հիմա մենք վերադարձել ենք կլուբ, հա, մենք պուպուշ ենք դարձել։ Մենք պուպուշ ենք դարձել, բայց դրանից շատ ուրախանալ պետք չի, որովհետև պուպուշների մեջ էլ երկու կատեգորիա կա։ Ասենք պուպուշների մի կատեգորիան Արևմտյան Եվրոպայի իրենց ավանդական դաշնակիցներն են եւ այլն, պուպուշների մյուս կատեգորիան ուկրաինացիներն ու ռուսներն են, որոնց պուպուշ լինելու ուրեմն այդ կարգավիճակը կախված է այն բանից, թե որքան նրանք կշարունակեն իրենց ջահելների արյունը հեղել Ռուսաստանին թուլացնելու համար, որքանով նրանք պատրաստ են իրենց վրա վերցնել Ռուսաստանին թուլացնելու, Ռուսաստանի համար գլխացավանք լինելու բեռը, հա, այդ քանի դեռ նրանք դա անում են, պուպուշ են, հենց չանեն, նույնիսկ կլուբի արդեն անդամները, ինչպես Հունգարիան, Սլովակիան, ելով կա, հա, ասենք նույնիսկ գործիչներ կան, նույն Գերմանիայում այդ Վագենկնեխտը կար, այդ բանի նկատմամբ, Շրոդերի նկատմամբ վերաբերմունքը եւ այլն, որևէ մեկը որ համարձակվում է այդ մոդելին դեմ դուրս գալ, նա արդեն պուպուշ չի լինելու, ինչպես վրացիները արդեն պուպուշ չեն, հա, որովհետեւ մեզ էլ է դա սպառնում։ Այո, եթե մենք էլ բանանենք, եթե մենք էլ հանկարծ ասենք, որ ուրեմն մենք պատրաստ չենք ձեր շահերը սպասարկելու համար Հայաստանը ավերակների վերածել կամ Հայաստանը վտանգի ենթարկել, հաջորդ պահին 24 ժամ հետո դատապարտող հայտարարություններ են լինելու, որ Հայաստանը ուրեմն Հայաստանի իշխանությունները եպիսկոպոսներ են ձերբակալում։ Վերջին հարցը դուք ներկայացնում եք քաղաքական ուժ, կարելի է այդպես ասել, հա։ Ոչ։ Դուք համակրում եք քաղաքական ուժի, որը պետականության, հա, երրորդ հանրապետության ակունքներում էր։ Այո։ Ինչին ձեր կարծիքով պետք է վերադառնալ, ինչ որ կար 91-98 թվականներին, եւ ինչից պետք էր հրաժարվել։ Գիտեք, ես գուցե մի քիչ անուղղակի ձևով պատասխանեմ ձեր հարցին։ Այս խոսակցությունները որ շատ տարածված են օրինակ, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է։ Չէ, ես հիմարությունները չեմ վերցնում։ Չէ, հիմարություն չի սա պարզ հիմարություն չի իրականում։ Կամ ասենք ԿՊ-ն ինչ որ առումով բան է, ածանցյալ ուժ է կոնգրեսից, դրանից առաջ ՀՀՇ-ից, շատերի համար կարող է այդ շփոթությունը լինել, որ դե ինչ տարբերություն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն էլ էին կողմնակից հարևանների հետ լավ հարաբերությունների, Փաշինյանն էլ է կողմնակից լավ հարաբերությունների։ Հա, բայց սա իրականության զարհուրելի գռեհկացում է եւ պարզունակացում է, ինչ որ բաների ասոցիատիվ նմանությունը շփոթում են տրամաբանական կապի հետ։ Այն ժամանակ էլ ՀՀՇ-ն ազատականության, նորմալ պետության գաղափարախոսության կրող էր օրինակ, հա, բայց այն ժամանակվա ազատության, նորմալ պետություն կառուցելու, հարևանների հետ հարաբերությունները նորմալացնելու, բարգավաճ ու ապահով Հայաստան ստեղծելու գաղափարախոսությունը ես որևէ կերպ չէի նույնացնի այն գաղափարախոսության հետ, որ պետք է շատ
շատ աշխատել եւ շատ ծախսել։ Հասկանում եք, դրան է վերածվել։ Այդ ինչ ասեմ, գինո փառատոնին քանի մարդ է մասնակցել եւ այլն, դրան է վերածվել մի տեսակ այդ նվիրական գաղափարները գրեկացվել ու իջեցվել են այդ մակարդակին։ Հիմա ինչը պետք է պահպանել։ Ես ինքս կողմնակից եմ հարևանների հետ լավ հարաբերությունների, նորմալ հարաբերությունների, խաղաղության, բայց դա չի կարելի շփոթել նրա հետ ինչ որ այսօր տեղի ունենում։ Մենք հարևանների հետ նորմալ հարաբերություններ չի որ կառուցում ենք։ Մենք կառուցում ենք հարևանների հետ ինչ որ հարաբերություններ, որը մեզ դնում է ինչ որ ստորադաս, անընդհատ ինչ որ սպառնալիքների ենթարկվող, սպառնալիքների պատասխանող, մենք սուբյեկտ չենք այդ հարաբերությունների, մենք օբյեկտ ենք այդ հարաբերությունների։ Հետևաբար դա նույնպես չի կարելի շփոթել որևէ կերպ այն գաղափարախոսության հետ, որ գոյություն ուներ 90-ական թվականների սկզբին։ Եկեք չմոռանանք նաև, որ այս մարդկանց մոտ դրանք համոզմունքներ չեն։ Սա պարզ օպորտունիզմ է։ Այս մարդիկ, որ այսօր մեզ, ինձ, ձեզ ինչ որ դասախոսություններ են կարդում մեր գլխին, հարևանների հետ լավ հարաբերությունների մասին, խաղաղության մասին, այդ ազգային պատրանքներից հրաժարվելու մասին եւ այլն, այդ նույն ազգային պատրանքները կրողներին աչից վազանց էին անում 18-ից 20 թվականներին։ Բանը հասավ նրան, որ Վիտալի Բալասանյանը օգոստոս ամսին 20 թվականի հայտարարություն արեց, որ այս մի քիչ չափը շատ են անցնում, այս ագրեսիվ ռետորաբանության, այս ագրեսիվ Վիտալի Բալասանյանը, հա։ Հիմա այս նույն մարդիկ մեզ ինչ որ դասախոսություններ են կարդում մեր գլխին բանի մասին, Հայաստանի անվտանգության, չգիտեմ, հարևանների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու եւ այլնի մասին։ Հետևաբար ես այս մարդկանց որևէ գաղափար, հա, մի բան էլ ասեմ, իշխանության եկան այս մարդիկ, սրա մասին ես մի քանի օր առաջ Facebook-ում գրառում էի արել։ Երեք հիմնական բան կար, տեսլական կար, այսպես ասենք, կամ խնդիր կար, իղձ կար այդ հեղափոխության տակ 18 թվականին, որը կիսում էինք շատերս։ Բոլորս կարելի ասել, բացի այդ իղձերի հայտնի հակառակորդներից։ Առաջինը այդ կոռումպացված օլիգարխիկ ավազակապետական համակարգի կազմաքանդումն էր, երկրորդը սահմանադրական կարգի եւ դեմոկրատիայի վերականգնումը, եւ երրորդը ուրեմն արժանապատիվ խաղաղության հաստատումը եւ ինչ որ մի իշխանության ձևավորումը, որի գոյությունը, որի ստաբիլությունը կախված չի լինի այդ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Ով կարող է դրան դեմ լինել։ Ով կարող է դրան դեմ լինել, բացի հայտնի ուժերից։ Հիմա դե այդ առումով բոլորս կապված էինք, այդ առումով կարող ենք ասել հեղափոխությունը նաև ինչ որ առումով արձագանքներ 2008 թվականին ու դրանից հետո տեղի ունեցած տեղաշարժերի, խժդժությունների եւ այլն։ Հիմա այսօր որ նայում ենք, թե ինչ է տեղի ունենում, այսինքն նրանք արժանապատիվ խաղաղության փոխարեն մեր գլխին գիտենք ինչ բերին, հա, եւ իրենց դիվանագիտություններ մեղավոր դրանում, իրենք էլ են ընդունել, բայց եթե կոնտեքստը փոխվում է ինչ որ պարտավորված են զգում իրենց քաղաքականությունը պաշտպանելու, խավության նոխազներ փնտրելու, իհարկե դա ռուս-թուրքական գործարքի հետևանք էր, բայց ելի եմ ասում, իրենք իրենց բերանով են խոստովանել տասնյակ անգամներ, որ իրենց դիվանագիտությունը, իրենց ոչ միտիզական դիվանագիտությունն էր պատճառը այդ պատերազմի։ Սահմանադրական կարգի վերականգնման դեմոկրատիայի փոխարեն մենք այսօր ունենք մեր ճակատին դրված խարանը, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան ու սահմանադրությունը կոպտորեն ոտնահարվում է ու այս անձնիշխանական այս մոդելը ինչ որ ես այսօր վախի մթնոլորտ եմ տեսնում Հայաստանում մարդիկ ինչ որ բաներ խոսելուց են վախենում հեռախոսներով խոսելուց են վախենում ինտերնետի վրա ինչ որ բան անելուց են վախենում որովհետև նրանց կարող են զուտ խոսքի համար զուտ ինչ որ բան ասած լինելու համար պատասխանատվության ենթարկել նաև ստուկաչությունը կա ստուկաչությունը եւ այլն այդ բոլոր բաները
ես հույս ունեմ դուք իմ հետ չեք տարաձայնություն չունեք, որ դրանք բացարձակապես անհարիր են դեմոկրատիայի, ազատականության ու այդ բոլոր լավ սկզբունքների հետ։ Եվ երրորդը օլիգարխիկ ավազակապետական համակարգի կազմաքանդումներ, ես շատ չեմ ծավալվի հիմա սրա շուրջ, ընդամենը ձեր ունկնդիրներին խորհուրդ կտամ նայելու Ազատություն ռադիոկայանի վերջերս հրապարակված այդ ծավալուն ռեպորտաժը, թե ինչի է վերածվել մեր տնտեսական համակարգը եւ ընդհանրապես ինչ է փոխվել մեր տնտեսական մոդելի մեջ, որը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի ստեղծած տնտեսական մոդելից, ինչ շատ դժվար է համոզել, որ ֆունդամենտալ ինչ-որ բաներ են փոխվել։ Այսինքն այդ անընդհատ մեր աչքը, որ մտցնում են, թե որ ճամպրուկներով վերև փողեր չեն տանում, այդ գրեհիկ կոռուպցիան վերացել է եւ այլն, խոսքը դրա մասին չի, իրական տնտեսական մոդելը շատ բանով չի փոխվել, ու ելի եմ ասում, այդ ազատության ռեպորտաժը նայելուց հետո նաեւ դժվար է վիճարկել այն պնդումը, որ մեր համակարգը շարունակում է մնալ ավազակապետական։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, ես հիշեցնեմ, որ ես զրուցում էի ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ։